Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստան հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստան շաբաթ հաթերթին 113-րդ համարն այդուս եկալ։ Արցախ անվան շուրջ լռություն թա ծրագրված հարված հայ ինքնությանը, հայկական եկեղեցին առանց հայերի, հյուրհարստության երայասարկված Թուրքիա Հանրապետությունը, պոլսահայ գրականության մծ ներկայացուցիչը Իգնաս Արասլանը հեռացալակյանքից փլուզված աշխարհակարգն է հայոց դիմադրողականության թեզա հորիզոնը։ Վանակատուն են Արևմտյան Հայաստանը գյուղացված բնական գանձը, Թաթխան, Արևմտյան Հայաստան ավանդական համնագաղտնիքը։ Արևմտյան Հայաստան շաբաթ հաթերթին 113-րդ համարն այդուս եկալ վերիշապիկին նկարված է հայկական առասպելական վիշապը, որպես հայ ժողովրդի հզորության ու դիմադրողականության խորհրդանիշ։ Հայկական վիշապը դարերի ընթացքում իլյալա բնության ուժերի ու պաշտպանության սիմվոլը, տարածված առասպելներում հաճախ կապվում է վղերի, ջրերի ու գանձերի պահպանումին։ Հայության ուժի ու տոկունության պատկերն է կապված Արևմտյան Հայաստանապատմական վղերի հետ։ Western Armenian շաբաթ հաթերթը շարունակաբար լուսաբանում է Արևմտյան Հայաստանապատմական քաղաքական ու մշակութային կարևոր հարցերը, ընդգծելով հայ ժողովրդի իրավունքներն ու ժառանգությունը այն վղերում մեջ տեղ հայությունը դարերով ծաղկալա։ Շաբաթ հաթերթը հասանելի է հայերեն, թուրքերեն, անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով, որպեսզի տեղական ու սփյուռք հայ ընթերցողներին հասանելի լինի հայության պատմությունը ներկայիս խնդիրներ լուսաբանող օրինակը։ Ադրբեջանագետ Աթևիկ Հայրապետյանը անդրադարձել է հանրային հեռուստաընկերության կողմից Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության անվան չհնչեցմանը, գնահատել է որպես օրինաչափ քայլ այն իշխանության պարագայում վերը իրան խոսքավը առաջնորդում է Իլհամ Ալիևի կամքավը։ Հայրապետյանին համոզումավը Ալիևը հետևողականորեն պայքարում է համ Արցախը, համ էլ հայկական ինքնության պատմության մշակույթի դաժը Արցախ անվան դեմ։ Իրան կարծիքավը սա տարածքային հարցից դուրս գաղափարական ու հոգեբանական պայքարը վերին թիրախը հայ ժողովրդի ինքնությունը հիշողությունը։ Լուծաբան նշում ավեր Բաքվի ղեկավարը լավ է գիտակցում հայոց պատմության մշակույթի կրոնի լեզվի ու արվեստի գաղափարական հայնասյուներին ուժը ու հենց այդ դարդանա պայքարում յուրաքանչյուր հիշատակումի ու խորհրդանիշի դեմ փորձելով ազդեցություն ունենալ հայ հասարակության գիտակցության իրան։ Սա գաղափարական պատերազմ է, ընդգծում է Հայրապետյանը, իվելցնել ավեր այդ պայքարի կանխումը կախված է հենց հայ հանրությունից, որովհետև մեր ինքնության պահպանման հետի մեր փոխարեն վեճ մինը պայքարելու չի։ Ինքը նաև շնորհակալություն է հայտնել հայ գեղասահորտներին Արցախ ստեղծագործության ներքո ներկայացված բեմադրության հետի նշել ավեր այդ ստեղծագործության մեջին սրտ ու ոգի կա։ Թուրքիայի կողմից օկուպացված պատմական Արևմտյան Հայաստանատարածքում հայկական մշակութային ժառանգության ճակատագիրը շարունակում է մտահոգիչ մնալ։ Էզդունա խոսքը Բուրսայի նահանգի Քուրթօղլու թաղամասում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մասին է վերը վերանորոգմանը։ Եզրը նախատեսվում է պետցանել որպես արվեստի կենտրոն։ Թուրքական Բուրսա Հաքիմիետ կայքի փոխանցումավը Բուրսայի Yıldırım շրջանի քաղաքապետ Օկթայ Yılmazը հայտարարել էր շինարարական աշխատանքներն ավարտվելուն օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին ու պատմական հայկական եկեղեցին գործելու արդեն թեզա մշակութային ձևաչափով հիշեցնենք վեր Քուրթօղլուի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի մնացյալ լռության մեջին 1915 թվականի հայերի դեմ իրականացված ցեղասպանության ետը վեր տարածաշրջանում այլևս հայ բնակչություն մնացալ չի։ Հայկական համայնքի բռնի վերացման ետը սրբավայրը տասնամյակներ շարունակ մնացալ է անտեր ու անխնամ։ Սորավելի քամի դար անց օկուպացված Արևմտյան Հայաստանում հայկական եկեղեցիներն վերականգնվում են, բայց հաճախ առանց իրենց սկզբնական հոգևոր առաքելության վերականգնման։ Մասնագետների կարծիքով նման վերափոխումները ներկայացվում են որպես մշակութային ժառանգության պահպանում, բայց իրականում հայկական ինքնության հետքերի համակարգված չեզոքացման շարունակությունը պատմական հայկական տարածքներում։ Թուրք տնտեսագետ Ումիդ Իզմենը անդրադառնալով Capital in the 21st Century գրքին ու Թոմաս Պիկեթի ուսումնասիրություններին քննարկում է Թուրքիայի կապիտալի կուտակման պատմությունը։ Իրան հաշվարկներով 1913-ի շուրջ 100 միլիարդ դոլարի ընդհանուր հարստությունը պատերազմներից ու հետագա գործընթացներից հետո նվազել է մինչև մոտ 30 միլիարդ։ Իզմենը հարց է պիտղծնում հյուրապատկանում անհետացած հարստությունը։ Ուշ Օսմանյան շրջանում առևտրային ու արդյունաբերական կապիտալի մեծ մասը կենտրոնացած այլ հայերին ու հույներին ցերքին վեճ համուսուլմաններին, բայց 1915-ից հետո բռնագրավումների ու տեղահանությունների դերդան փոխանցվել է այլ ուժերի։ Ինքը եզրակացնում է Թուրքիայի ազգային տնտեսության ձևավորումը ուղեկցվել է լայնածավալ ու բռնի հարստության վերաբաշխումով, վերին ազդեցությունը զգացվում է մինչ սոր։ Փետրվարի 14-ին 85 տարեկան հասակում կյանքից հեռացալ է պոլսահայ նորագույն գրականության ականավոր ներկայացուցիչ, բանաստեղծ ու վիրաբույժ Իգնաս Արասլանը։ Սարասլանը կրթություն ստացել է Գատը գյուղի Արամյան, Ունճյան, Ժոզե վարժարաններում, հետո պրծել է Պոլսո համալսարանի Ջերահ Փաշայի բժշկական ֆակուլտետը, վկայակոչվել է որպես վիրաբույժ։ Գրականություն մուտքագործել վաղ հասակում 1974-ին լույս ընծայելով իրան առաջին քերթողագիրքը Լո վերնագրավ։
Իրենց ստեղծագործությունները արժանացան մխիլյա մրցանակների, հրատարակվալ ազգային միջազգային ժողովածուներում ու թարգմանվալ մխիլյա լեզուների։ Սարա Ասլանն նաև անդամալել Թուրքիա ու Հայաստանի գրողների միությունների, ինչպես նաև միջազգային ՓԵՄ միության։ Սարա Ասլանը տարիների ընթացքում շարունակել իսրայելը ստեղծագործել է իր ծննդավայր Կոստանդնուպոլսում, թողելով հարուստ գրական ժառանգություն։ Ագոստ թերթն Մարմարա օրաթերթի ընտանիքը հայտնում են խորը ցավակցություն։ Հողարկավորության մանրամասները հայտարարվելու են լրացուցիչ։ World Economic Forum-ի վաղտը ելույթ ունենալիս կանադին վարչապետ Մարկ Քարնին զգուշացրալ ավեր աշխարհակարգը վերջթափողմա, այլ քայքայվումա քյոհնյականոնեն, էլ գործ չնանում, իսկ զիջողականությունը հատկապես կուճիր պետություններին անվտանգություն չտա։ Ուրան ուղերձը պարզա, իրական ուժնապաշտպանությունը կյամն սեփական կարողությունից ու դիմադրողականությունից վեճ խոսքերը։ Հայության հետ սա նշանակում է ամրապնդել պետությունը ու կառուցել հետևողական պաշտպանություն, գործել իրավապաշտորեն ու ռազմավարաբար պահպանել ինքնությունաժառանգությունը, եզրակացությունը հստակ ապագան կարելի չի թողած ուրիշների կամքին, անհրաժեշտ են ուժ, գիտակցված քայլեր ու միասնություն։ Վան քաղաքի հայտնի կատունեն իրենց յուրահատուկ աշկերին գույնավնա մաքուր սպիտակ մորթավը շատ շուտվանից համարվում են արևմտյան Հայաստանաբնական գանձերամինը, բայց սոր Թուրքիայում սկսվել է այս հազվագյուտ ցեղի առևտուրը առանց արևմտյան Հայաստանը օրինակ անսեփականատիրության թույլտվության, ինչը նորովի բացահայտում է տարածաշրջանի բնական ու մշակութային ռեսուրսների նկատմամբ քաղաքական վերահսկողությունը։ Վանա կատունեն բնութագրվում են ջրի հանդեպ սիրավ ու լուղանալի յուրահատուկ ունակությունով։ Դրանք սարքել է ոչ միայն անակնկալ բուսաբանական ու կենտրոնական աշխարհի մաս, այլ նաև արևմտյան Հայաստանը ազգային ինքնության խորհրդանիշ։ Ցեղին առևտուրը քաղաքական ու մշակութային առումով խիստ ապասնի քայլ է, որովհետև անտեսում է սեփականության իրավունքն ու պատմական ժառանգությունը, տարածքում գործող կատուների տոնը շարունակում է պայքարը ցեղի պահպանության հետ, ապահովել է բնական միջավայրը ու վերահսկել այն անձանց, ով փորձում որդեգրին կամ ծախին կատուներին։ Այս կենտրոնը նաև հստակեցնում է վեր ցեղին առևտուրը առանց արևմտյան Հայաստանը իրավապահ հաստատությունների համաձայնության խիստ արգելված է։ Այս դեպքում վանակատունեն տառնում ոչ միայն բնիկ ու կենթանային յուրահատուկ տեսակ, այլև քաղաքական նշանաբան հիշեցնելով սաղին արևմտյան Հայաստանը բնական գենետիկական ու մշակութային հարստությունների նկատմամբ Թուրքիայի խախտված իրավունքների մասին։ Թաթխանը հացը մեջին թաթախնելի յուրահատուկ թացան, էրկանտայինե իլալա արևմտյան Հայաստանա շեներին առօրյին կարևոր բաղադրիչը, բդրաստվում է սրմերը, հատիկեղենա, ճղուպուրա ու տարբեր համեմունքներ ստեղծելով համի անզուգական խառնուրդ։ Բերքահավաքանը ետը սրմերնա կուտեղենը բրանի, սիմիշկան, եմյուշը, ծմերուկը չրուցնում են, հետո բովում են ու աղավն անում։ Օգտագործելիս պրոստը իվիլցնում ենք տետնա հացը, թաթախնելա վայելում, ստանալավ համեղ ու սննդարար ուտեստ։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստալ ապտիկ ուշադրության հետի պնդկացիք։